Արդեն մեկ շաբաթ է Wigmore հիվանդանոցը հյուրընկալել է իր գործընկեր ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի Valley Children's Healthcare-ի ժամանած երկրորդ մասնագիտական այցը մանկական նյարդաբանության ղեկավար Սեզար Սանթոսի եւ մանկական վերակենդանացման բուժքույր Heather Tripp-ի մասնակցությամբ։ Այցի թիրախում մանկական էպիլեպսիան է եւ դրա վիրահատական բուժումը։ Նյարդավիրաբուժության այս բարդ մասնագիտական բարձրագույն վարպետություն պահանջող վիրահատությունները Wigmore-ում առաջին անգամ է իրականացվում։ Wigmore-ի նյարդավիրաբուժական թիմի կողմից հրավիրված մասնագետի մենթորությամբ։ Ներկա այցի կենտրոնում էպիլեպսիայի վիրահատական բուժումն է։ Խոսքը դեղակայուն ձևերի մասին է, երբ ընտանիքը փակուղում է եւ կիրառվող բազմաթիվ դեղերի համադրությունները այլևս չեն կառավարում ցնցումները։ Եվ այստեղ վիրահատական բուժումն է օգնում եւ առաջին անգամ մեր հաստատությունում մենք կիրականացնենք էպիլեպսիայի վիրահատություն մեր նյարդավիրաբուժական թիմի կողմից, այսինքն վիրահատող բժիշկները լինելու են մեր նյարդավիրաբույժները, իսկ որպես մենթոր եւ խորհրդատու հրավիրվել է նյարդաբան էպիլեպսիայի մասնագետ դոկտոր Սանտոսը։ Valley Children's Healthcare-ի եւ Wigmore հիվանդանոցի միջև համագործակցությունը հիմնվել է 2023 թվականին երկկողմ հուշագրի ստորագրմամբ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը Հայաստանում։ Ամերիկյան լավագույն բուժհաստատության հետ համագործակցության շրջանակում զարգացման թիրախային ուղղություններից են մանկական նյարդաբանությունը եւ էպիլեպսիայի բուժումը, ներառյալ վիրահատական եղանակով։ Քանի որ էպիլեպսիայի վիրաբուժությունը համարվում է նեյրոգիտության եւ նեյրովիրաբուժության առաջատար եւ ամենաբարձր ուղղություններից մեկը, մենք բավականաչափ պատրաստվել ենք մեր հիվանդանոցում ներդնելու վիրահատական բուժման, էպիլեպսիայի վիրահատական բուժման այս մեթոդը, որի շրջանակներում անցյալ տարի մեր թիմով այցելել ենք Ֆրեզնո մանկական հիվանդանոց, որտեղ արդեն երկար տարիներ կիրառում են մեծ հաջողությամբ կիրառում են էպիլեպսիայի վիրահատական բուժումը, որից հետո արդեն հյուրընկալել ենք անցյալ տարվա ընթացքում Ֆրեզնոյի վիրաբույժների, նեյրովիրաբույժների եւ էպիլեպտոլոգների թիմին, ունեցել ենք լավ փոխհամագործակցություն, կարծում եմ արդեն ժամանակն է, որ մենք կատարեինք Հայաստանում, իհարկե դոկտոր Սանթոսի, դոկտոր Սեզար Սանթոսի մասնակցությամբ կատարեինք մեր առաջի պարզ վիրահատությունները, ինչը հաջողությամբ առաջի դեպքը արդեն վիրահատել ենք։ Դեղակայուն էպիլեպսիայի վիրահատական մեթոդը փրկություն է այնտեղ, որտեղ դեղամիջոցներն անզոր են։ Wigmore-ում նշում են, վիրահատական փուլին պատրաստվել են երկար, մեկնել վերապատրաստումների հյուրընկալել ԱՄՆ գործընկերներին, քննարկել դեպքերն առցանց եւ շարունակական կապն այս ուղղությամբ զարգացրել։ Մենք մեր գործընկերների հետ մեկնել ենք Ֆրեզնո փորձի փոխանակման եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկական նյարդաբանությունում մեծ տեղ է գրավում էպիլեպսիայով տառապող երեխաների թիվը, այդ իսկ պատճառով հիմնական մեր ուղղվածությունը եղել է տեսնել, թե ինչպես են վարում այդ երեխաներին Ֆրեզնոյում, ինչպես են հետազոտում եւ ինչ բուժումներ է կատարվում այնտեղ։ Բախտ ենք ունեցել իհարկե տեսնել, թե ինչպես է կատարվում այնտեղ վիրահատական միջամտությունը։ Կան էպիլեպսիաներ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն եւ լավացնելով այդ ոլորտը մենք կարող ենք հասնել այն նպատակի, որ մի մաս երեխաները ձերբազատվեն այդ հիվանդությունից։ Բժիշկ Սեզար Սանթոսը վստահեցնում է, վիրաբուժական մեթոդը հասանելի դարձնելը երկար ու բարդ ճանապարհ է, բայց շատ կարևոր է ինչ-որ կետից սկսել գործընթացը։ Այստեղ է, որ կարևոր դերակատարում ունի նյարդավիրաբուժական ոլորտի զարգացումը։ Էպիլեպսիայի վիրաբուժական ծրագիրը իր Հայաստան երկրորդ այցի հիմնական նպատակն է։ Հայ գործընկերների հետ երկար նախապատրաստվելուց, փոքրիկ բուժառուներին խորհրդատվություն տրամադրելուց եւ նրանց վիրահատելու հնարավորությունները գնահատելուց հետո հայ բժիշկներն անցել են գործնական փուլին։ Երբ մենք վիրահատում ենք ծանր դեղակայուն դեպքերը, երեխաներն իսկապես սկսում են զարգանալ։ Երբ ասում եմ զարգանալ, նկատի ունեմ բոլոր ուղղություններով՝ մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական։ Valley Children's-ում նման վիրահատություններ իրականացնում ենք արդեն 8 տարի, եւ հաջողության ցուցանիշը գերազանցում է 70%-ը։ Այսինքն հաջող վիրահատությունից հետո բուժառուն այլևս ցնցում չի ունենում, կամ դրանց հաճախականությունն էականորեն նվազում է։ Սա իմ երկրորդ այցն է Հայաստան։ Երբ նոր երկիր ես այցելում, սովորաբար շատ ասելիք ունես, սակայն ես դեռ իմ առաջին այցից տպավորված էի Wigmore-ի թիմի հրաշալի մասնագետներով։
Valley Children's Healthcare հիվանդանոցի մասնագիտական այցը կարևորվում է նաև մանկական վերակենդանացման բարձրակարգ բուժքույր Heather Tripp-ի այցելությամբ։ Նա դասընթացներ է իրականացնում հիվանդանոցի բուժքույրական անձնակազմի եւ բժիշկների համար, մասնավորապես մանկական վերակենդանացման բաժանմունքում։ I am excited to bring that knowledge here. Շատ ողջավորված եմ, որ մասնագիտական այցով Վիգմորում եմ։ Անավանդ էպիլեպսիայի վիրահատությունների այս շրջանում, քանի որ սա իսկապես չափազանց կարևոր ոլորտ է։ Ունեմ մեծ փորձառություն Valley Children's հիվանդանոցում եւ ուրախությամբ կիսում եմ իմ գիտելիքն ու փորձը Վիգմորի վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերի հետ, ուղղորդելով նրանց բուժառուների նախավիրահատական եւ հետվիրահատական խնամքի բոլոր գործընթացներում։ Heather Tripp-ը խոստովանեց տպավորված է Wigmore հիվանդանոցով եւ պլանավորում է կիսվել անհետաձգելի բուժօգնության ոլորտի իր փորձով, աջակցել արդեն իսկ գոյություն ունեցող հմտությունների զարգացմանը եւ գիտելիքների ձեռքբերմանը։ Գայանե Գաբոյան, Հայկ Բարսեղյան, Armen Press։